Ողջույն հարգելի հետևորդներ, 3 հանրապետության հրապարակում տեղ ունեցավ զորահանդես, ցուցադրվեցին մի շարք զինատեսակներ, որոնք ըստ պաշտոնական տվյալների մի քանի երկրից են, եւ այսօր Ապրի Արմենիայի ավագ գիտաշխատող ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ կզրուցեմ այս զինատեսակների նշանակության մասին եւ նաեւ հայկական բանակում տեղի ունեցող բարեփոխումների մասին։ Ողջունում եմ ձեզ Լեոնիդ, շնորհակալություն մեր հրավերը ընդունելուց։ Շնորհակալություն։ Լեոնիդ, երեկվա զորահանդեսից ոչ մասնագետի համար ընդհանրապես ցուցադրված զինատեսակները տպավորիչ էին, ուրախացնող էին, բայց ինչ կասեք, ինչ կարելի ասել մասնագիտական տեսանկյունից դրանց նշանակության մասին եւ դրանք որքանով են նպաստում հայկական բանակի արմատական վերափոխման գործընթացին։ Այստեղ միանգամից պետք է նշել, որ այս ցուցադրության ժամանակ շեշտը դրված էր հենց նոր գնված զենքի ու զինամթերքի վրա, որովհետև բնականաբար հայկական բանակը շատ ավելի շատ զենք ու զինամթերք, շատ ավելի մեծ տեսականի ունի, պայմանական այն զենքը, որ 16 թվի շքերտիներ ցուցադրվել, ինքը էլի գոյություն ունի, բայց այդտեղ ցույց տվեցին մենակ այն ինչը որ նախկինում չի ցուցադրվել, ասենք 90%-ը ցուցադրվածի գնված է 2020 թվականից հետո, մի երկու բան կար, որ մինչև 20 թիվ էր գնված, օրինակ TOS մեկերը, սոլցեպեոկները եւ տորերը, որոնք մինչև այդ էին գնվել արդեն։ Ռուսական արտադրություն։ Բայց չէին ցուցադրվել դեռ։ Մնացածը ամեն ինչը 20 թվականից հետո ու ամենաշատը 22 թվականից հետո ու բավականին մեկ էլ մասշտաբն էր մեծ, այդ իմաստով որ շատ մեծ տեսականի եւ բավականին շքերտի համար բավականին մեծ քանակներով նույն տեխնիկան էր անցնում, ասենք, չգիտեմ, 8 հատ Սեզար, 10 հատ որոշ դեպքում ուրիշ տեսակի զենքեր, մեկ էլ դե այդ շատ մեծ երկրների ցանկ էլի, Հայաստանի համար բնորոշ չէր դա առաջ էլի, հիմա ֆորմալ ասվել է 7 պետության ներառյալ Հայաստանը 7 երկրի արտադրանք էր։ Այդտեղ զինատեսակների մասին ավելի մանրամասն խոսենք, բայց մինչև գալը աչք ծակեց, որ բոլոր արտերկրից գնված զինատեսակները կրում էին հայկական անվանումներ, օրինակ Սեզարը, Արամազդ եւ այլն, ինչով էր դա պայմանավորված, որովհետեւ նաեւ առաջին հայացքից շատերը կարծում են, թե այդ բոլորը կամ կոնե մի մասը հայկական արտադրության էին։ Այդտեղ նայելուց, որ մի հատ էլ նայեք, երբ որ հայկական էր, նշվում էր, որ Հայաստանում արտադրված, չգիտեմ ինչ, ասենք, այստեղ իսկ երբ որ Հայաստանում արտադրված չէր, ասում էին, չգիտեմ, Արամազդ տեսակի ինքնագնաց հաուբից օրինակի համար, բայց ամեն դեպքում դա հետաքրքիր էր դա։ Ճիշտն ասած, կարծում եմ, որ դա կապված էր իմ ոնց որ մտքերն են, չեմ կարող հաստատել, որ մոտիվացիան էր, բայց որ կար մի քանի նմուշ, որը չէին ուզում ասեին, որտեղից է կամ ինչ է, եւ որ դա տարօրինակ չնայվեր, երևի ամեն ինչն են որոշել անունները փոխեն, օրինակ, տենց կարելի է փորձել մի հատ թեորիա դրա շուրջ։ Բայց դա ռազմական փորձագետի համար դժվար չի հասկանալ, որ երկրից է։ Դժվար չի, բայց ինչ որ դեպքերում օրինակ հենց այդ է, որ ես չեմ ասում, որ սա հաստատ օպտիմալ ճանապարհն է, ես կասեի օրինակ կարող է պրոստը պետք չի ցույց տալ, եթե տենց խնդիր կա, բայց հիմա տենց են որոշել ու եթե խոսքը գնում է այն տեսականու մասին, որը երևի չէին ուզում ասեին, դա էլ ռազմական փորձագետ էլ պետք չի լինել, ճիշտն ասած ես օրինակ այդ տեխնիկայից մեկը հենց շքերտի ժամանակ հերվից 3 հատ վատ, բավականին վատ որակի նկար գցել եմ AI-ի մեջ, էքսպերիմենտի համար զուտ։ Ու ինքը շատ ճիշտ միանգամից բերել է, թե ինչ մոդել է ու որ երկրի արտադրանք է, ասենք։ Դրա համար կարծում եմ, որ ստեղ դա գոնե sense ասած ուրիշ պետությունների հետախուզությունների համար դա որևէ դժվարություն չի սարքում
Ավելի խորհրդանշական ինչ-որ բան ուներ երևի։ Հա, երևի, մեկ էլ կարող է մի ուրիշ բան լինի, չգիտեմ, օրինակ որ հայկական բանակում իրանք ինչ-որ հայկական նաև անուններ ունեն։ Կարող է տենց մոտեցում էլ կա։ Լեոնիդ, ընդհանրապես հարցերից մեկն այն է, որ այդքան զինատեսակներ, որոնք որ գնվել են տարբեր երկրներից, դրանք համակցելու գուցե խնդիրները առաջանան կամ դա պետք է դեռևս մարսել, ինչ կարելի է դրա մասին ասել, որ փուլում են գտնվում եւ այդ աշխատանքների համար ինչ խոչընդոտներ կան կամ հնարավորություններ, հա։ Այո, սա շատ ամենաերևի կարևոր հարցերից է, այստեղ դիվերսիֆիկացիան շատ լավ է այն տեսակետից, որ ասենք այդ 7 երկիր չէ, 6, եթե Հայաստանը անենք, Հայաստանը դե Հայաստանին միշտ կվաճառի զենքը, բայց այդ 6 երկրից օրինակ եթե երկուսի հետ խնդիր լինի, նենց չի լինի, որ որևէ էլ միջոց չկա զենք գնելու կամ սպասարկելու, նույն ժամանակ կա ընտրություն համել, երբ որ բաց շուկա է, կարելի է օրինակ պետքա, չգիտեմ, այս կատեգորիայի ինչ-որ հակաօդային պաշտպանության միջոց, կարելի է գնալ, չգիտեմ, 20 երկրի արտադրանք նայել, ընտրել ամենալավը կամ այն, որ Հայաստանի համար օպտիմալ է։ Եթե կարում ես այդ ընտրությունը անել, որովհետև դա էլ մի առանձին խնդիր է, որը Հայաստանը դրանով չի զբաղվել երբեք։ Առաջ sense գնում էին մի երկրում մի տեսակ կար, այդ առնում էր, ոնց որ սովետական խանութում օրինակի համար, հետո այդ հայտնի պատմությունները սովետում ապրած մարդկանց, որ արտասահման է գնացել ու չի կարում սուպերմարկետում ընտրի, որ կոֆեն առնի, նույն պատմությունը ստեղ էլ ինչ որ չափով կարա լինի, որովհետև դրա համար պետք է առանձին կարողություն։ Թե ոչ թե ընտրում էինք, այլ թե ելում ենք նրանց ինչ կար։ Այդ ընտրությունները անելու համար էլ առանձին կարողություններ են։ Թե չէ, էլի կարելի է անգնել բավականին ոչ օպտիմալ ինչ որ պատմությունների մեջ, ստեղ ու ամենավերջինը, այո, այս ամեն ինչը տարբեր ստանդարտների է, բնականաբար։ Եվ միակ ձևը, որ այդ ամեն ինչը որպես համակարգ իրար հետ աշխատի, դա ունենալն է հենց հայկական կառավարման համակարգ, բնականաբար թվային։ Եվ այդ զենքերը ամեն մեկը պայմանավորվել այդ պետության հետ, ընկերության արտադրողի, որ իրանք այդ ծրագրային ինտեգրացիան թողեն անել այդ համակարգի հետ։ Ոնց որ շատ պրիմիտիվացրած USB-ն թողեն մտցնես մեջը կաբելը, որ խոսա արդեն քո համակարգի հետ, որ տվյալ դա թե ինքը որտեղ է գտնվում, թողի հակառակ իր մեջ ուղարկել օրինակ թիրախները որտեղ են գտնվում, հա, այ դատան, որ փոխանակի։ Եթե այդ աշխատանքը արվի, այդ խնդիրը միանգամից անհայտանում է, այդ որ տարբեր երկրների ապրանք են կարել։ Եթե չարվի, դա շատ դժվարացնելու է ամեն ինչը, եւ այն ինչը որ մենք արել ենք, լավագույն դեպքում իր 20%-ն է պոտենցիալի թողելու օգտագործել։ Դա հմտության հարց է արդեն այդ դա հարց է մի քանի շերտանի, հարցը տեխնիկական է, որը կարծում Հայաստանում լուծվող հարց է այս պահին տեղական ուժերով։ Դա հարց է հայեցակարգային, պետությունը դրա մեջ չի կարող, շատ մեծ մասնակցություն պետք է ունենա եւ դա համել մոդելի փոփոխում է բավականին լուրջ, որովհետեւ այտենց համակարգը կառավարման ինքը ոչ մի կապ չունի սովետական կառավարման հետ կամ մինչ 20 թվականի, մինչև 20 թվականի բանակի մեր ուստավին ամեն ձևի հակասում, ասենք։ Չէ, մտածողության փոփոխություն։ Հա, դրա համար այդ ամեն ինչը անելը ինքը իրանով բացի գնումից այդ թվային համակարգերի կառավարման ինքը ռեֆորմա ինքը իրանով շատ լուրջ եւ մտածելակերպի փոփոխություն է եւ դա շատ մեծ ավելի մոբիլություն է տալիս, շատ մեծ ավելի որոշ տեղային որոշումների կատարելու հնարավորություններ է տալիս, այդ ամեն ինչը կուլտուրա է փոխում, դրա համար մի կողմից դա կարելի է անել, մյուս կողմից դա որ արվի պետք է
պետությունը ուզենա եւ բանակ ուզենա եւ դա առաջ տանի մասնավոր ընկերությունների հետ, որովհետեւ մասնավոր ընկերությունը չի կարա դա իմ ասած որոշ կոմպոնենտները չի կարա ինքը ստիպի փոխել, էլի, բայց իրար հետ կարելի է։ Կանխեցիք հաջորդ հարցը, այս սպառազինությունների գնումը որքանով է համաչափ քայլում բանակի ռեֆորմների հետ եւ այդ ինտեգրացիայի առումով հարակից հարց ինչքանով է կարեւոր զորավարժությունների անցկացումը։ Նայեք, գնումները իրենք այս challenge-ն են սարքում, խնդիրը այդ որ կա, որը դե ճիշտը լուծելն է այդ խնդիրը։ Հիմա դա ոնց որ հավելյալ մոտիվացիա է, օրինակ կազմակերպչական մասը ռեֆորմների հավելյալ ինչ որ մոտիվացիա է, որ պետք է արագ այդ փոփոխությունները հարմարվել դրան։ Հա։ Հիմա եթե դա չանել, բնականաբար դա էֆեկտիվ չի լինի։ Մի ուրիշ բան էլ այս գնումները, քանի որ շատ ավելի տեխնիկապես բարդ համակարգել են, բարդ էլ չէ, ես կասեի ավելի առաջնատար։ Օրինակ, եթե ձեր հրետանին 20 կիլոմետրի տեղը 45 է գրակում, ձեզ լրիվ ուրիշ մակարդակի հետախուզություն է պետք դա կիրառել, էֆեկտիվ կիրառելու համար։ Հիմա 30 կիլոմետր գոնե, ասենք, թշնամու խորքում հետախուզություն անելը շատ ավելի լուրջ խնդիր է, քան 10 կիլոմետր անելը, ու բացի տեխնիկականից ավելի բարդանում է հենց այդ տվյալը փոխանցել հետ, ճիշտ տեղ, արագ որոշում ընդունել, ինչքան խորանում ես, այնքան ավելի արագ է այդ ամեն ինչը պետք է լինի, չէ էֆեկտիվություն չի լինի։ Դրա համար այս ամեն ինչը մոտիվացնում է աշխատելու, որ էֆեկտիվ լինի գնումները, թե չէ, հա, կարելի է Սեզար առնել, բայց իրանք իրարել ակացիայի նման կամ դեքսանի, որը կարելի է, բայց դա պետք չէր առնել այդ դեպքում, հենա ակացիայով կարելի է այդ խնդիրը լուծել։ Իսկ զորավարժությունների նպատակահարմարությունը ինտեգրացիայի առումով։ Չէ, զորավարժությունների առանց զորավարժություն բանակ չկա, կարելի է ասել, հիմա ոնց բա սովորեն, ռեֆորմ էլ չկա, որովհետև հա, հիմա կարելի է կարանք նստենք այդտեղ 500 էջանոց փաստաթուղթ ինչ որ գրենք, բայց ոնց ստուգենք, որ այդ ճիշտ էր, օրինակ։ Աշխատում է կամ չէ։ Հա, կամ կարող է գրես, վերջում պարզվի այն հին ձևով ավելի լավ էր, օրինակ։ Հա։ Դրա համար այդ ամեն ինչը պետք է, բայց ես ինչքան գիտեմ, հիմա օրինակ շատ ավելի շատ են օրինակ ռեալ օրինակ կրակ վարում զորքերում։ Այս վերջի մի քանի տարի։ Դրանք նույնպես օգնում են, չէ՞, ինտեգրացիայի առումով։ Ինտեգրացիայի առումով դա մենակ զորավարժություն չի, դա տեխնիկական հարց է առաջի հերթին, հետո որ դա լավ անցնի, հա պետք է բնականաբար անդադ փորձեր անել, դա չի լինի, որ ոնց որ ամեն ինչ որ դուք արտադրում եք, նորություն պետք է ամեն ինչը անցնի ինչ որ թեստերով։ Դրա համար այո, դրա համար էլ է պետք, բայց զորավարժությունները ինքը իրանով ամեն ինչի համար են պետք։ Շատ լավ։ Լեոնիդ, զինատեսակների մասին խոսենք, նաև ինչ որտեղ ըստ երկրների, օրինակ հայկական արտադրության, շատ նշվեց հայկական արտադրության ականանետերի մասին, նաև դրոների մասին, ինչպես կգնահատեք սրանց որակը, ինչպիսի փոփոխություն կարող են մտցնել, հա, պայմանական մարտի դաշտում։ Ինչ որակ են հաղորդում։ Ինչը որ կապված է այդ հրետանային միջոցների հայկական արտադրության, դե հիմա մինամյոտը պարզ բան է բավականին, լավ է որ արտադրում են այդտեղ։ Բայց դրոնը արդեն ուրիշ բան է։ Դրոնը մի քիչ ուրիշ է, դրոնը այդտեղ մենք տեսնում ենք, որ բավականին լայն մոդելային մոդելներ կան, տարբեր տեսականի, կարծում եմ, որ շատ զարգացող ուղղություն է եւ այն որ այդ դրոնները գնում են եւ իրանք բանակով անցնում են, ինձ օգնում է որ շարունակի լավանալ, առաջ գնալ ոլորտը։ Այս պահին կարող եմ ասեմ, որ Հայաստանում օրինակ այդ ոլորտը որոշ եվրոպական երկրներից բավականին մեծ ահագին առաջ ավելի գտնվում, օրինակ դրա համար որովհետև շեշտը դե տենց ստացվեց տարբեր պատճառներով, որ հենց դրոների վրա շատ մեծ շեշտ դրվեց եւ ընկերությունների գրեթե երևի, չգիտեմ, թիվ կոնկրետ չեմ ասում, բայց շատ 50%-ից ավելը հաստատ զբաղվում է դրանով,
եւ բավականին լուրջ մրցակցություն այդտեղ կար ներքին հենց բայց մենակ դրոններով էլ զբաղվելը ճիշտ չի հաստատ ասենք ու կան ընկերություններ որ ուրիշ թեմաներով են զբաղվում դե դրոններով շատ Ղարաբաղյան պատերազմից հետո վերջին եղավ հաշվառնելով ես դաժե կսի 16 թվականից հետո արդեն այդ թեման առաջի ինչ որ բանը դարավ բոլորի համար բայց հաշվի առնելով բայրակթարների իրողությունը եւ թե դրա համար շեշտը դրվեց դրոնների վրա հա Ինձ թվում է այդ դրոն, տենց մեկ կատակով ասում ենք դրոնոմանիա ինչ որ տենց ձևավորվեց, որը ինչ որ չափով դե հիմա տեսնում ենք, որ դա շատ կարևոր ուղղություն է, ավելի կարևոր է հիմա դառնում, բայց մենակ դրոներով մեկա բանակ չի լինում, հա հիմա ասենք դարել է երևի օրինակ Ուկրաինայի համար կեսը, ասենք բանակի արդեն դրանով են զբաղվում, բայց մենակ դա չի Իսկ որ ասացին որ խոսում էր նրա համար որ Հայաստանը արդեն արտադրող երկիր է դարձել, երևի թե դրոնների մասին է խոսքը թե Չէ, դե մենք տեսանք օրինակ այս շքերթին էլ, չէ՞ որ բացի դրոններից ուրիշ ապրանք էլ կար, օրինակ 122 մմ-անոց հրթիռային համալիրը Ատլանտը, որ գրադի թեթևացրած ու ավտոմատիզացված տարբերակն է, էլի Հայաստանում արտադրվում, կամ մենք ունենք ընկերություն, որը բանում օրինակ բաց եղել է տարբեր ցուցահանդեսներում, բավականին լայն տեսականու ռազմամթերք է հրետանային արտադրում տարբեր դրամաչափերի, հենց այդ նույն մինամյոտներն են արտադրում։ Դրա համար ասել, որ մենակ կառավարման համակարգ արտադրող կա, դրա համար ասել, որ մենակ ռեպի ոլորտում, ռադիոլոկատորների ոլորտում ընկերություններ կան, ասել որ մենակ դրոնները տենց չի, չէ։ Իսկ մյուս երկրների արտադրություններին գալով, օրինակ ямар համացանցում խոսվում էր իրանական արտադրության եւ խոսվեց նաեւ չինական արտադրության դրոնների մասին, դրանք ինչ նշանակություն ունեն, թեպետ ինչ տարբերություն են մտցնում ռազմական բալանսի վերականգնման առումով։ Մենք հիմա տեսնում ենք, որ օրինակ էլի գնանք ուրիշ պատերազմ, դեպի ռուս-ուկրաինական պատերազմում տենդենցիան է, որ պետք է ունենալ դրոն ամեն հեռավորության եւ ամեն խնդրի համար, որովհետեւ դեպ գնային մեծ տարբերություն կա, եթե թիրախը 10 կիլոմետր հեռու է, պետք չի թանկ բան դրա համար, բայց հիմա կան տեսականի, որ թույլ է տալիս, չգիտեմ, 5 կիլոմետրից, 3 կիլոմետրից սկսած աշխատել մինչև 1500-2000 կիլոմետր։ Հիմա ինչ որ չափով մենք դրա արտացոլումը երեք էլ տեսանք, որովհետև կար շատ տարբեր չափերի եւ տարբեր նշանակություն, օրինակ հակառադիոլոկացիոն դրոններ կային նաեւ երեք ցուցադրվում էին, որ էլի բավականին հետաքրքիր լուծում ու աշխատող Եթե ճիշտ կիրառում սահմանել, հենց թշնամին ռադիոլոկացիոն կայանը միացնում է, դրանից մի հատ թռնում է այնտեղ ու հենց այդ շարժվում է դեպի այդ ճառագայթում, էլի։ Դրա համար այստեղ ինձ թվում է, որ դրոնային թեման շարունակել պետք է բնականաբար, բայց մնացած ամեն ինչն էլ ու ոնց որ ավելի լայն որ նայենք այս process-ը վերջ չի ունենալու, էլի մենք չենք կարողանալու մի օր ասենք, որ այսօր մենք էլ կարանք ոչ մի գնում չանենք կամ ոչ մի բարեփոխում չանենք, որովհետև ամեն ինչը շատ արագ է շարժվում եւ այդ տեմպը շարժվելու մենակ արագանում, հա, դրա համար օրինակ կարող է այս գնումների 50%-ը 5 տարուց շատ ավելի քիչ ակտուալ լինեն, քան այսօր։ Հա։ Դե պետք է ընդհանուր տեմպը պահել։ Այդ համատեքստում ռուսական արտադրության զենքերի ինչ նշանակություն են, որովհետև մեր ներկրումները գիտենք Ռուսաստանից պաշտոնական տվյալները, որ կտրուկ իջել են, այս դիվերսիֆիկացման հետ կապված ռուսական շուկան նորից շարունակվում է մեզ համար հետաքրքիր լինել։ Դե որոշ տեսականու դեպքում մենք չենք կարա ուրիշ դժվար է շատ ուրիշ տեղից գնում անել, օրինակ չգիտեմ, նկատեցիք Su-30-ները տարբեր տեսակի հրթիռներ վրան կային արդեն։ Օրինակ կառավարվող ռումբ կար, հեռահար, տակը կախած։ Հիմա որ պետությունից դա առնես, որտեվ Ռուսաստանը այն պետություններից է, որ շատ դժվար է թողում ուրիշ պետության
արտադրանքով կիրառել իրանց Զենքերի ինքնաթիռների վրայից եւ այդ հրթիռի ինտեգրացիան իրանք պետքա թողեն, որ անես ուրիշ այլ պետության, իրանք չեն թողի, կասեն մերը պետք է կասեն։ Հիմա օրինակ Su-30-ի պահով ինչ որ ահագին տարի պետքա շարունակես, էլի, օրինակ հակաօդային պաշտպանության հետ կապված մեր դենք դեռ կիրառում ենք որոշ իրանց արտադրած համալիրներ, հատկապես տորերը ճիշտը որ ասենք շատ հաջող հակաօդային պաշտպանության համալիր է, ասենք հիմա արդեն կա ինչի հրաժարվել։ Մենք 22-ից հետո 2022-ից հետո ձեռք ենք բերել ռուսական արտադրության զենքեր, թե ինչ որ կար դրանից առաջ։ Դե գոնե բաց չկա տենց տվյալ նոր պայմանագրերի մասին, ես չքան հասկանում եմ մի մասը 21 թվականի պայմանագրերով մատակարարել են, մի մասը չէ։ Հիմա երևի այն ինչը որ տեսանք, այդ մի մասն էր որ մատակարարվել է, մի մասն էլ ասում եմ տորնո սոնցեպյոկը մինչև 20 թիվ էին գնվել։ Որտեղ խոսք է գնում որ մենք վճարել ենք, դրա դիմաց չենք ստացել։ Դե չէ, բայց հետո խոսք գնաց որ մի բան մատակարարեցին, մնացածն էլ cancel արեցին պայմանագրերը։ Այդ մի մասը երևի արտացոլվեց նրա մեջ ինչ որ ցուցադրվեց։ Ու երևի օրինակ ավիացիոն հրթիռները կարող է լինի, որ ավիացիայում օրինակ մի քիչ ավելի քիչ է իրանց վրա բանը, էլի ռուս-ուկրաինային պատերազմի հետ կապված մի քիչ արտադրական հնարավորությունները ավելի շատ են երևի։ Ասենք հրետանի կամ հակաօդային պաշտպանությունը այդ ամեն ինչը իրանք շատ դժվար են հիմա վաճառում դուրս։ Մենակ նրանց ում որ իրանք համարում են շատ կարևոր երկրներին, ասենք Հնդկաստանին չեն կարա մերժեն, դրա համար S400 մեկը մատակարարեցին իրանցից կտրելով, սենց ասած։ Հասկանալի։ Բայց մեր համար դա չի լինի, ասենք հաստատ։ Շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ էլ շնորհակալություն։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի Ապրի Արմենիայի ավագ գիտաշխատող ռազմական փորձագետ Լեոնիդ Ներսիսյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։